Սոցիալական արդարությունը որպես պետական քաղաքականության հիմք։ Երևանում մեկնարկեց միավորվելով հանուն սոցիալական արդարության թեմայով 3-րդ միջազգային համաժողովը, որը մեկ հարկի տակ էր համախմբել տասնյակ երկրների նախարարների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ու ոլորտի փորձագետների։ Այսօր մեր ջանքերը շարունակում են ուղղված լինել նրան, որ յուրաքանչյուր մարդ անկախ սեռից, տարիքից, կարողություններից եւ սոցիալական կարգավիճակից ունենա արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանքով ապրելու հավասար հնարավորություն։ Հայաստանի ազգային ռազմավարություններն ու ծրագրերն արտացոլում են հենց այս փիլիսոփայությունը, բացման խոսքում ընդգծեց նախարարը։ Նարեկ Մկրտչյանի խոսքով մեր երկրում սոցիալական արդարության հասնելու նպատակով է մշակվել 2025-2031 թվականների զբաղվածության ռազմավարության ծրագիրը, որով առանձնացվել են կարևոր թիրախային խմբեր, 18-ից 29 տարեկան չսովորող եւ չաշխատող երիտասարդներ, միջին տարիքի չաշխատող կանայք, սոցիալական աջակցություն ստացող աշխատունակ շահառուներ։ Փաստաթուղթը միտված է վերջիններիս տնտեսական ակտիվացմանը, կրթության վերապատրաստման, աշխատաշուկայում ինտեգրման միջոցով։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի խոսքով Հայաստանի համար սոցիալական արդարությունը հավասար հնարավորությունների, մարդկային արժանապատվության եւ հանրային համերաշխության հիմքն է։ Նախագահի գնահատմամբ ոչ ոք չպետք է դուրս մնա արժանապատիվ աշխատանքի հնարավորությունից։ Որպես պետություն մենք գիտակցում ենք մեր պատասխանատվությունը առաջ մղելու այնպիսի քաղաքականություններ, որոնք խթանում են զբաղվածությունը, պաշտպանում աշխատողի իրավունքները եւ կերտում ներառական աշխատաշուկա։ Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են համակարգային բարեփոխումներ այդ ուղղությամբ։ Դրանց շարքում առանձնահատուկ կարևորություն ունեն աշխատանքային օրենսգրքի բարեփոխումները, զբաղվածության ռազմավարության հաստատումը, ինչպես նաև նոր թվային գործիքների ներմուծման գործընթացը, որոնք միտված են աշխատանքի եւ զբաղվածության ոլորտը դարձնելու ավելի արդար, ճկուն եւ արձագանքող ժամանակակից պահանջներին։ Սոցիալական արդարության հասնելու համար անհրաժեշտ է սերտգործակցություն մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության եւ միջազգային գործընկերների հետ, նշեց Խաչատուրյանը։ Գործակցության կարեւորության մասին խոսեցին նաեւ հյուրերը։ Մենք ունենք նմանատիպ պատմություն եւ նույնական խնդիրներ, շատ կարեւոր է նման համաժողովները օգտագործել միասին խնդիրները քննարկելու եւ համատեղ լուծումներ գտնելու համար։ Ես այստեղ եմ իմ թիմի հետ ձեզնից սովորելու համար։ Դուք մի շարք հարցերում զգալի առաջընթաց ունեք հատկապես թվային տեխնոլոգիաների կիրառման եւ սոցիալական ապահովության համակարգում որակյալ ծառայությունների մատուցման ոլորտում։ Այս առումով դուք նույնիսկ գերազանցում եք Եվրոպական միության մի շարք երկրների։ Համաժողովի շրջանակում տեղի ունեցավ 4 պանելային քննարկում։ Բանախոսներն անդրադարձան արդար ու ներառական աշխատաշուկայի ձևավորմանը, ոլորտում արհեստական բանականության դերին, ինչպես նաեւ խոցելի խմբերի իրավունքների ու հնարավորությունների ընդլայնմանը։ Քրիստինե Թորոսյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։